կարծում եմ, որ գլխավոր եզրակացությունները դեռ առջևում են եւ որ որոշ ժամանակ է պետք, որպեսզի օբյեկտիվ ձևով մի տեսակ մի քիչ հեռվից գնահատվեն այն գործընթացները, որոնց ականատես մենք եղանք վերջի օրերին։ Խոսքը Վիեննայում կայացած հանդիպման մասին է։ Ես չեմ ասում բանակցություն հատուկ ձևով եւ գտնում եմ, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումները ընդհանրապես չպետք է որակվեն որպես բանակցություններ, պետք է դիտվեն որպես խորհրդակցություններ, մտքերի փոխանակություն։ Եթե մենք համառորեն պնդում ենք, որ բանակցությունն այն է, որտեղ ներկա են երեք կողմեր։ Քարորիա պատերազմի առաջին օրերին ռուսական կողմի խորհրդավոր լռությունը, հետո դրան հաջորդած զինտեխնիկայի շուրջը դարձյալ փոքր-ինչ անորոշ հաղորդագրությունները հիմքեր են տալիս մեր փորձագետներին եւ քաղաքագետներին տարբեր կերպ մեկնաբանել տեղի ունեցածը։ Ես կարծում եմ, որ անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան հետագայում իրադարձությունները, մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որի նկատմամբ վստահություն տածել չենք կարող։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ չի եղել Ղարաբաղյան թեմայով, չի եղել մեկ նույնիսկ պայմանավորվածություն, փաստաթուղթ, համաձայնագիր, որը Ադրբեջանը Բաքուն պահպաներ, որին նա հետևեր։ Չի եղել այդպիսի բան։ Բոլորը խախտել է։ Եվ ես չեմ բացառում, որ այս մի հանդիպումը եւս նա կօգտագործի ուղղակի ժամանակ շահելու համար, ինչ որ հարցեր լուծելու նպատակով։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հարցը այսուհետ ավելի լրջորեն քննարկենք, ընդ որում թե ներքին մեր զարգացումների տեսակետից, որի մասին խոսում են եւ պաշտոնատար առաջին դեմքերը, տնտեսական կյանքում, քաղաքական կյանքում եւ թե արտաքին քաղաքականության մեջ։ Տնտեսական կյանքում ես մի բանաձև եմ հնչեցրել արդեն, որը այսպիսի տեսք ունի։ Եթե մեր օլիգարխը կառուցում է դղյակ կամ եկեղեցի, նա պետք է առաջին հերթին մտածի այդ դղյակը պաշտպանող զինվորի մասին, թե չէ նա ուրիշի համար է կառուցում։ Սա այն քննարկումների, լուծումների իմ կարծիքով վերջնական բանաձևն է, որը պետք է մարմնավորի այդ թեմայով կատարվող քննարկումները։ Իհարկե, մենք կարող ենք ասել, որ այս քարորիա պատերազմը ցույց տվեց, թե ինչպիսի մեծ համախմբության, ինչ մեծ կոնսոլիդացիա, ինչ մեծ պոտենցիալ ունի մեր ժողովուրդը եւ կարող ենք հպարտանալ դրանով։ Իհարկե այդպես է, բայց տեղեկատվական պատերազմում տանուլ տալը ընդհանուր պարտության սկիզբն է։ Ժամանակին մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ավելի լավ է տեղեկատվական պատերազմում տանուլ տանք, քան թե Ղարաբաղում ինչ որ նահանջներ արձանագրենք։ Ես համաձայն չեմ այդ բանաձևի հետ։ Տեղեկատվական պատերազմը մերօրյա պատերազմների բաղադրիչներից մեկն է եւ այդտեղ տանուլ տալը նշանակում է տանուլ տալ ամբողջ գործը։ Այդ կապակցությամբ ես այսօր ուզում եմ ընդգծել, որ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակման գործը մեր հանրապետության եւ Արցախի հանրապետության առաջնահերթ խնդիրն է։ Մենք Լեռնային Ղարաբաղից դուրս չենք եկել, որպեսզի նրա շուրջը տարածքներ գրավենք։ Ճիշտ այնպես էլ մենք ադրբեջանցի փախստական չկա, որպեսզի նրանց վերադարձի մասին մտածենք։ Կան հայ փախստականներ։ Պատերազմը սանձարձել է Ադրբեջանը 92, 93, 94 թվականներին հաշտության
պայմանագիր չի կնքված, հրադադարի է կնքված, բայց մենք այս երկու քարոզիա պատերազմի ընթացքում եւ դրանից անմիջապես հետո ավելի շուտ սկսել ենք խոսել բանավոր համաձայնության խախտման մասին, երբ մենք ունենք փաստաթուղթ։ Դա նշանակում է, որ մենք տեղեկատվական բանաձևերի մշակույթ չունենք։ Մենք չենք կարողանում ճիշտ խոսել։ Անընդհատ խոսում ենք բանավոր պայմանավորվածության խախտման մասին, երբ ակնհայտ է, որ մենք ունենք Բաքվի ստորագրությամբ փաստաթուղթ, որտեղ խոսում է հրադադարի մասին։ Եթե մենք պետք է հանձնենք, ապա ինչ նշանակություն փուլ ենք հանձնում թե միանգամից։ Այսինքն կոնցեպցիան պիտի ուրիշ լինի։ Մենք պետք է ասենք հետևյալը. հայկական կողմերը դեմ չեն, որպեսզի մենք դեմ չենք, որպեսզի կողմերը ազատեն իրավունքի, խնդրի, իրավական հիմքերի տեսակետից օկուպացված տարածքները։ Մենք շատերը դեմ են դրան։ Ինչու՞, որտեղ կարծում են, թե մենք հող ենք օկուպացրել։ Մեր լավագույն քաղաքական մեկնաբանները կարծում են մենք հող ենք օկուպացրել։ Մենք պետք է ասենք, իրավական հիմքերից տեսակետից կողմերը պետք է ազատեն օկուպացված տարածքները, իրենց չպատկանող տարածքները։ Եվ դուք կտեսնեք, որ Նախճիվանի հարցն է մեջտեղ գալուց։ Ոչ միայն Հյուսեյն Լեռնային Ղարաբաղի։ Պետք է բանաձև խորապես մտածված։ Եվ ոչ թե ասել, դե հարցը ձգձգենք, միջև տեսնենք ինչ կլինի։ Պետք է առաջանցիկ բանաձևեր տրվեն։